Բևեռը, որ արդեն միջև հիմա գոյություն ունի այսքան հալածանքներից, այսքան զրպարտանքներից, այսքան մեդիա բլոկադայից հետո դա արդեն շատ բան է նշանակում իրականում։ Իսկ ինչ վերաբերվում է գաղափարական մրցակցությանը, իրականում այդ մրցակցությունը արդեն միջև ընտրությունները Բևեռը արդեն հաղթել է գաղափարական մրցակցությունը, որովհետև Հայաստանում թևածում է այն մտքերը, այն թեզերը, այն գաղափարները, որոնք մենք տասնամյակից ավել քարոզում ենք, բարձրաձայնում ենք եւ պայքարում ենք կոնկրետ այդ առաջ բերած թեզերի համար։ Հիմա դրանք դարձել են շատ քաղաքական շարժումների, շատ քաղաքական կուսակցությունների ծննդյան վկայական ընտրություններին մասնակցելու շարժառիթ են դարձել։ Այնպես որ մեր ասելիքը շատ կոնկրետ, շատ հստակ եւ արդեն ժամանակագրությամբ ապացուցված է։ Ցավոք սրտի շատ վերլուծություններ, շատ կանխատեսումներ ցավալիորեն դրանք էլ իրականացան, մեզ չլսեցին, որ Արցախի հարցով Բևեռը ինչպիսի լուծումներ, ինչպիսի բանաձևեր էր առաջարկում եւ ասում էր, եթե շարունակվի այս կերպ այս նույն քաղաքականությունը վարել, շատ շուտով կտեսնեք Արցախի հայաթափումը եւ լիարժեք զավթումը Ադրբեջանի կողմից։ Ցավոք սրտի դա իրականություն դարձավ։ Եվ ոչ միայն դա, այլ ժամանակագրությամբ նույնիսկ Միացյալ Նահանգների հետ ռազմաքաղաքական պայմանագրերի կարևորությունը շեշտելը, հիմա արդեն շեշտում են, առաջ շատ քաղաքական ուժեր չէին կարողանում նկատել դրա կարևորությունը եւ տարածաշրջանում տարբեր երկրների շահերի հակադրությունն ու համընկնումները։ Մենք դա տեսնում էինք շատ ավելի վաղ։